Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որ ամեն նրան հավատացող չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված իր որդին չուղարկեց աշխարհ, որ աշխարհը դատի, այլ որ աշխարհը նրանով փրկվի։ Նրան հավատացողը չի դատապարտվի, իսկ չհավատացողն արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծո որդուն։ Կխնդրեմ խոնարհենք մեր գլուխները եւ աղոթքով հանձնվենք Տիրոջը։ Երկնավոր Հայր, քո առջև ենք քո որդու Հիսուս Քրիստոսի անունով, գոհունակ սրտով։ Նորովի գիտակցելով եւ նորովի բաց սրտով գալով քեզ Տեր իմ Աստված, ասելու շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք քո մեծ զոհի, քո մեծ սիրո համար։ Եվ այսօր մեր սրտերը բաց, մեր ամեն ակնկալիքները քեզանից, երկնքից, որ մեզ կերակրես քո խոսքով։ Տեր, հանձնվում ենք քեզ ու խնդրում, որ քո հոգով գործես մեր կյանքերի մեջ եւ միայն դու փառավորվես, որովհետեւ դու ես արժանի։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Որպես քրիստոնյաներ ապրելով այս երկրի վրա մենք հավատում ենք երկու իրականության։ Որպես մարդիկ ապրում ենք ու տեսնում ենք այն իրականությունը, որը ֆիզիկական, նյութական է աշխարհն է, որը շատ իրական է մեզ համար, բայց որպես քրիստոնյաներ մենք հավատում ենք, որ նաև կա հոգևոր իրականություն, որը չենք տեսնում ֆիզիկական աչքերով, բայց որը մեզ համար նորից շատ իրական պետք է լինի։ Բայց որպես քրիստոնյաներ այդ իրականության մեջ որոշ բաներ կա, որ երբեմն կորցնում ենք։ Բաներ կա, որոնց մասին խոսել ենք, տեղյակ ենք, բայց արդյոք իրոք հավատում ենք դրանց իրական լինելուն թե չէ։ Մի քանի բաներ կա, որոնք կուզենամ թվարկել, որ որպես քրիստոնյաներ մեր քրիստոնեական կյանքի ընթացքում կարծես սկսում ենք քիչ խոսել դրանց մասին, սկսում ենք քիչ հավատալ այդ ամենին։ Բաներից մեկը դա օրինակ անեծքներն են։ Բայց որպես քրիստոնյաներ մենք պետք է հավատանք, որ անեծքները կան, դրանք տեսանելի չեն ֆիզիկապես, բայց հոգևորապես դրանք շատ իրական են։ Երբեմն տեսնում ենք օրինակ ինչ-որ մի մարդու, ով որ աշխատում է, բավարար ֆինանսներ է վաստակում, բայց անդադ կարծես կարիքի մեջ է։ Երբ որ նայում ես նորմալ աշխատում են, ընտանիքը նորմալ, բայց անընդհատ կարծես ինչ-որ մի բան չի օրհնվում, ինչ-որ մի բան չի լինում, չի ստացվում, եւ շատ հաճախ կարա պատճառը լինի անեծք։ Եվ որպես քրիստոնյա մենք պետք է հասկանանք, որ անեծքները մեզ անընդհատ կարան մեր շուրջը լինեն, կարան հանդիպեն տարբեր իրավիճակների մեջ, ու անեծքները շատ իրական են։ Իրական է նաև դիվային աշխարհը։ Շատ անգամներ մենք սրանց մասին չենք խոսում, մենք սրանց մասին իրականում պետք է ուսուցում լինի, պետք է կրթություն լինի, քրիստոնյան ինքը պետք է ուսումնասիրի, փորձի հասկանա, ճանաչի այս իրականությունը։ Բայց ուզում եմ ասել ոչ թե վախեցնելու համար, բայց այս աշխարհն էլ շատ իրական է։ Վախերը, դիվային ազդեցությունները, դիվային գայթակղությունները շատ իրական են։ Իրական է թշնամին, սատանան։ Իրական է հոգևոր պատերազմը։ Դեք Երեմիայի մարգարեությունը, երբ որ կարդում ենք եւ Իսրայելի պատմությունը ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ մարգարեն Երեմիան մարգարեանում էր եւ ասում, որ թշնամին գալիս է։ Իրական թշնամի կա, որը գալիս է պաշարելու, գրավելու, բայց ժողովուրդը չէր հավատում։ Ասում էր թշնամի չկա։ Ոչ մի բան չի լինելու, մենք միշտ Երուսաղեմը եղել է, կմնա, Աստծո ընտրյալ ժողովուրդն ենք, Աստծո ընտրյալ քաղաքն է, այդպիսի բան չի կարող լինել։ Եվ այլ մարգարեներ, սուտ մարգարեներ մարգարենում են ապահովություն լավ է լինելու։ Բայց մերժելով թշնամու իրականությունը, դրանից բան չի փոխվում։ Թշնամին կա եւ իրական է, եւ դրա արդյունքն են եղավ, որ Իսրայելը նորից գերության գնաց։ Այսինքն մերժելով այս իրականությունները, փաստը չի փոխվում։ Բայց քրիստոնյան պետք է արթուն լինի։ Քրիստոնյան պետք է հավատա այս ամենին։ Եվ գիտեք, բացի այս ամենին հավատալը կան նաև այլ բաներ, որոնք քրիստոնյան իր քրիստոնեական ճամփորդության ընթացքում, իր կյանքի ընթացքում իրականությունը կորցնում է։ Դա աղոթքի իրականությունն է։ Դա Սուրբ Հոգու բժշկության իրականությունն է, հրաշքների իրականությունն է։ Սուրբ Հոգու պարգևների իրականությունն է, որ ցավոք սրտի քրիստոնյաներ կան անգամ տեղյակ չեն պարգևներից։ Բայց այդ պարգևները շատ իրական են։ Գիտության խոսքը, հոգիների զանազանությունը, Սուրբ Հոգու պարգևները շատ իրական են։ Հրաշքները շատ իրական են։ Եվ Աստծո ներկայությունն է իրական։ Գիտեք, դժոխքը եւ դրախտը իրական են։
կյանքը եւ մահը շատ իրական են։ Աստծո արչև կանգնելը, որ մեզնից ամեն մեկը պիտի կանգնի, սա շատ իրական է։ Քրիստոսի գալուստը։ Եվ այն ինչ որ ես հիմա թվարկում եմ, գուցե ձեզնից նստածներից շատերը իրոք հավատում եք։ Իրոք, սրտանց հավատում ենք։ Այն ամենին, ինչ որ ես թվարկեցի, դուք էլ ընդունում եք, որ սա շատ իրական է։ Բայց գիտեք, հարցն այն չի, որ սա իրական կամ կեղծ է, սա փաստ է։ Ու որպես քրիստոնյաներ խնդիրն այն չի, որ մենք հավատանք, որ այս երևույթները գոյություն ունեն։ Մեզնից հեռու ինչ որ մի տեղում, բայց որպես քրիստոնյաներ, իրական քրիստոնյաներ, մենք պետք է հավատանք եւ տեսնենք, որ այս ամենը մեր կյանքում անընդհատ առնչվում ենք կամ պիտի առնչվենք։ Եթե կա հիվանդություն մեր կյանքի մեջ եւ մենք ունենք հրաշքի կարիք, մենք առնչվում ենք սրան։ Եթե կա ինչ-որ ազդեցություններ մեր կյանքի վրա, մեր մտքի, մեր զգացմունքների վրա, որոնք կարան լինեն դիվային ազդեցություններ, մենք պետք է որպես քրիստոնյաներ հասկանանք, որ սա ոչ թե մի բան է, որ հա կան դիվային աշխարհ, կա հոգևոր իրականություն, ոչ, մենք անընդհատ առնչվում ենք այդ հոգևոր իրականության հետ։ Գուցե երբեմն կարիք լինի օրինակի համար, ինչ-որ մեկը գնում է բժշկի ստուգման ու ինչ-որ խնդիր ունի, ինչ-որ ցավ ունի ու չեն հասկանում պատճառը որն է։ Անընդհատ ստուգումներ, անընդհատ գումար ծախսում, բայց չեն հասկանում ինչից է խնդիրը, գուցե սա լինի ինչ-որ դիվային ազդեցություն։ Գուցե սա լինի մի հատ տեղ, մի հատ մի բան, որ այս մարդը ինչ-որ մեկին չի ներել, ատելություն կա սրտի մեջ ու դա դարձել է պատճառ։ Եվ այս ամենը շատ իրական է։ Միայն եկեղեցի գալ, միայն Աստծուն փառաբանել, կարդալ, աղոթել, չէ, այս ամենը իրական կյանք է։ Եվ որպես քրիստոնյաներ մենք պետք է չկորցնենք սրա իրականությունը։ Մի հատված կուզենամ կարդանք Եբրայեցիներ 3-րդ գլխից։ Եբրայեցիներ 3-րդ գլուխ եւ 4-րդ գլխից էլ մի քանի խոսք կարդանք։ Եբրայեցիներ 3-րդ գլուխ 8-րդ խոսքը կկարդամ։ Մի խստացրեք ձեր սրտերը ինչպես բարկանալու ժամանակ փորձության օրը անապատի մեջ։ Ուր որ ձեր հայրերը փորձեցին ինձ, քննեցին ինձ, տեսան իմ գործերը 40 տարի, նրա համար զզվեցի այն ազգից եւ ասեցի միշտ մոլորվում են սրտով եւ նրանք չճանաչեցին իմ ճանապարհները։ Որովհետեւ ոմանք որ լսել էին բարկացրեցին, բայց ոչ թե Եգիպտոսից Մովսեսի միջոցով բոլոր դուրս եկածները, ումից զզվեց այն 40 տարին, չէ որ մեղ գործողներից, որոնց ոսկորներն ընկան անապատի մեջ եւ որոնց երթում արեց, որ իր հանգստի մեջ չպիտի մտնեք, եթե ոչ անհավատներին, եւ տեսնում ենք, որ չկարողացան մտնել անհավատության պատճառով։ Ուրեմն վախենանք։ Միգուցե երբեք նրա հանգստի մեջ մտնելու խոստումը մնալիս ձեզնից մեկը պակասած գտնվի, որովհետեւ մենք էլ ենք ավետիքն առել ինչպես եւ նրանք, բայց նրանց օգուտ չբերեց ավետիքի քարոզչության խոսքը, որովհետեւ չխառնվեց հավատքի հետ լսողների մեջ։ Նախ առաջին ասում է, որ Իսրայել ժողովուրդը 40 տարի քննեցին Աստծուն եւ տեսան նրա գործերը։ Ամեն օր այդ ժողովուրդը տեսնում էր Աստծո գործերը։ Բայց շարունակության մեջ ասում է Աստծո հոգին զզվում էր այդ անհավատությունից։ Ասում է որոնք որ դուրս եկան, հրաշքով դուրս եկան Եգիպտոսից, բայց որոնք ընկան Եգիպտոսի մեջ այդ անհավատները։ Ու պատճառը թե ինչու չկարողացան մտնել խոստման երկիր այդ անհավատությունն էր։ Ինչ հավատքի կամ անհավատության մասին է խոսքը։ Իսրայել ժողովուրդը գերբնական կերպով Եգիպտոսից դուրս էր եկել։ Հրաշքներով, պատկերացնում եք ստրուկ էին, գերության մեջ չունեին ապագա, չունեին երազանքներ, նպատակներ, ստրուկ ժողովուրդ։ Բայց հրաշքով եւ անգամ դեռևս Եգիպտոսում Աստված ցույց էր տալիս գերբնական իր պաշտպանությունը, իր ընտրությունը։ Եվ Իսրայել ժողովուրդը գերբնական կերպով դուրս եկավ Եգիպտոսից։ Եկան հասան Կարմիր ծովին, ծովը ճեղքվեց։ Եվ նրանք անցան ծովի միջով։ Նորից հրաշք ու ակնհայտ տեսնում են, թե ինչպես է Աստված գործում իրենց կյանքում։ Ինչպես է Աստված պաշտպանում, առաջնորդում իրենց ակնհայտ կերպով։ Եվ հետո Իսրայել ժողովուրդը պատկերացրեք հասել են անապատ։ Միլիոնավոր ժողովուրդ անապատի մեջ։ Եկեք պատկերացնենք 4 կողմը ոչինչ չկա։ Ու մենք ասում ենք 40 տարի իրենք անապատում շրջեցին, 40 տարի։ Պատկերացնում եք օրերի վերածենք դա։
գիշեր ու ցերեկ, 1 օր, 2 օր, 1 շաբաթ, 1 ամիս։ Այս ժողովուրդը ամեն օր ապրում է այդ անապատի մեջ։ Հասկանում եք, անապատը մի տեղ էր, որտեղ չէին կարա մի բան ցանեն, մի աշխատանք անեն, մի տեղից մի բան վաստակեն, ոչ մի տեղ ոչ մի հնարավորություն չկար։ Վաստակելու, արժանանալու ոչ մի բան չկար։ Եվ անապատում ցերեկները շատ շոկ էր լինում։ Եվ ժողովուրդը կարիք ուներ ինչ-որ ձև պատը սպարվելու։ Իսկ գիշերները շատ ցուրտ է լինում, քամոց սառը ու նորից կարիք։ Ամեն վարքյան ու ամեն ակնթարթը Իսրայելի անապատում անցկացրած դա կարիք էր։ Իրական կարիք, ամեն օրը։ Հասարակ ուտելուց սկսած իրանց համար լուրջ խնդիր ու կարիք էր դա։ Եվ եկեք մի հատված կարդանք Ելից գրքից։ Ելից 16-րդ գլուխ 25-րդ խոսքից։ Աստված երկնքից կերակրում է Իսրայել ժողովրդին եւ տեսեք ինչ է ասում 16-րդ գլուխ 25-րդ խոսքից։ Եվ Մովսեսն ասեց. այսօր կերեք, որովհետև այսօր շաբաթ է Եհովայի համար, այսօր դաշտի մեզ նրանից չեք գտնի։ 6 օր պիտի հավաքեք նրան, բայց 7-րդ օրը, որ շաբաթ է, պիտի չգտնվի։ Եվ եղավ, որ 7-րդ օրը ժողովրդից ոմանք գնացին նորից հավաքելու, բայց չգտան։ Եվ Եհովան ասեց Մովսեսին. մինչև երբ չեք ուզում պահել իմ պատվիրաններն ու օրենքները։ Տեսեք, Աստված ասել էր 6 օր, ամեն օրվա համար գնացեք եւ կերեք երկնքից եկած այդ մանանան։ Բայց 7-րդ օրը չի լինելու։ Ու հիմա ոմանք չհավատացին։ Ոմանք 7-րդ օրն էլ գնացին։ Եվ խնդիրն այն էր, որ չհավատացին, որ այդ կերակրողը Աստված է։ Մտածեցին դե բնության ինչ-որ երևույթ է, երբեք անապատում չենք եղել, ոնց կլինի, հա, ամեն օր պետքա լինի, հենց շաբաթ օրը այդ մի օրը չի լինելու։ Չհավատացին։ Բայց Աստված ասում է մինչև երբ։ Մինչև երբ չեք հասկանալու։ Իսրայել ժողովուրդը 40 տարի ամեն օր գիշեր ու ցերեկ Աստծո հոգացության կարիքն ուներ։ Կարիքներ ուներ։ Այո, ուտելուց, պաշտպանված լինելուց ամենը կարիք էր նրա կյանքը։ Եվ մեր կյանքում էլ երբեմն մենք ունենում ենք կարիքներ։ Մեր օրերն էլ երբեմն դառնում են այս կարիքները։ Եվ Իսրայել ժողովրդի համար գրված է, որ Իսրայել ժողովուրդը 40 տարի քննեցին Աստծո գործերը։ Բայց Եբրայեցիներում հենց այդ խոսքը ասում է. քննեցին իմ գործերը, բայց չճանաչեցին իմ ճանապարհները։ Քննեցին իմ գործերը, բայց իմ ճանապարհները չճանաչեցին։ Մի խոսք նորից կուզենամ կարդանք Սաղմոսներից 103-րդ Սաղմոսում 7-րդ խոսքը։ Դավիթն ասում է. Աստված իմաց արեց իր ճանապարհները Մովսեսին։ Սաղմոս 103 7-րդ խոսք։ Աստված իր ճանապարհները իմաց արեց Մովսեսին, իսկ Իսրայելի որդիներին իր գործերը։ Ինչ տարբերություն կա գործերի եւ ճանապարհների մեջ։ Ինչ է նշանակում Իսրայել ժողովուրդը ճանաչեց գործերը, բայց չճանաչեց ճանապարհները, իսկ Մովսեսը ճանաչեց ճանապարհները։ Նայեք, ամեն օր, երբ որ Իսրայել ժողովուրդն ապրում էր, այդ հրաշքները տեսնում էր, այդ Աստծո գործերն էին։ Ամեն օր տարբեր իրավիճակների մեջ նրանք տեսնում էին, թե ինչեր էր կատարվում իրենց հետ։ Ու դրանք այն գործերն էին, որ վերջնական արդյունքն էր, որը որ տեսնում էին։ Բայց ճանապարհները դրանք գործելակերպն էր։ Ճանապարհները դրանք այդ ինչի պիտի տենց այդ ամեն ինչի միջով անցնեին։ Ինչ ունի Աստված իր սրտում, ինչ ունի իր մտքում, ինչ ճանապարհով, այս ինչ ուզում Աստված անի։ Ինչի համար է այս ամեն ինչն անում։ Ինչու պետքա անցնեն անապատով, ինչու պետքա սոված լինեն, ծարավ լինեն, ինչու պետքա ակնկալեն, որ ժայռից պետքա ջուր բխի, ինչի է այս ամեն ինչը ինչի է լինում։ Ինչ ունի Աստված իր սրտում կամ իր մտքում։ Իսրայելը գործերն էր տեսնում, իսկ Մովսեսը շատ ավելի խորը ճանապարհները գիտեր։ Եվ որպես քրիստոնյաներ մենք կարանք տեսնենք Աստծո գործերը։ Հավատանք այդ գործերին։ Բայց 40 տարի քննելով մի ամբողջ կյանք, պատկերացնում եք 40 տարի մանկություն, պատանեկություն, երիտասարդություն, մի ամբողջ կյանք քննեցին Աստծո գործերը, բայց այդպես էլ չճանաչեցին նրա ճանապարհները։ Այդպես էլ չհասան են գիտակցությանը, թե այս ինչի համար Աստված անում։
Եվ այդ անհավատության պատճառով շատերը չմտան խոստման երկիր։ Իսկ ինչ էր տեսել Մովսեսը։ Ինչ էր ճանաչել, ինչ էր հասկացել Մովսեսը։ Գիտեք, Աստծո գործերը տեսնելը մեկի համար դա Աստծո ձեռքի գործն է, երբ որ ծովը ճեղքվում է ու մարդիկ անցնում են միջով ու ասում են սա Աստծո ձեռքի գործն էր։ Մեկ ուրիշի համար Դավիթը Սաղմոսներում ասում է ես պառկեցի եւ քնեցի եւ զարթնեցի, որովհետեւ Տերը պահում է ինձ։ Մեկի համար այդ հրաշքը շատ sense մեծ տեսանելի ինչ որ շարժում պետքա լինի, որ ասի սա Աստծո ձեռքն էր, մյուսի համար իր հանգիստ պարկել քնելը արդեն հրաշք է, արդեն Աստծո ձեռքի գործն է։ Բայց երկու պարագայում էլ դու կարաս տեսնես գործերը, ճանաչես գործերը, բայց անտեղյակ լինես ճանապարհներից։ Իսկ ինչ էր տեսել Մովսեսը։ Ինչ տարբերվող բան էր հասկացել Մովսեսը։ Ելից 34-րդ գլխում Ելից 34-րդ գլուխ 4 խոսքից կսկսեմ կարդալ 34 եւ 4 Նա, այսինքն Մովսեսը երկու քարի տախտակներ կոփեց առաջինների պես եւ Մովսեսն առավոտ կանուղ վեր կացավ եւ վեր ելավ Սինասարը ինչպես որ Եհովան իրեն պատվիրել էր եւ երկու քարի տախտակներ իր ձեռքն առավ Եհովան ամպով իջավ այնտեղ եւ նրա մոտ կանգնեց եւ Եհովայի անունը կանչեց Եվ Եհովան նրա առջևից անցավ եւ կանչեց Եհովա, Եհովա, Աստված ողորմած եւ գթած, երկայնամիտ եւ առատ ողորմությունով եւ ճշմարտությունով։ Մովսեսը Աստծո հետ հիանալի հանդիպում ունենում։ Բայց այդ հանդիպման էությունը հետեւյալն էր. Աստված կանչում է Մովսեսին եւ ասում է. Եհովա, Եհովա, Աստված ողորմած, գթած, բազմողորմ, երկայնամիտ Աստված ինքն իրեն հայտնում է, թե ով է ինքը, ինչպիսին է ինքը, և պատճառը, որ Իսրայել ժողովուրդը հայտնվել էր անապատի մեջ, որտեղ 4 կողմից դատարկություն ու ոչնչություն էր, ոչ մի ակնկալիք, ոչ մի արժանիք, ոչ մի բան, որ կարողանաս վաստակել, նպատակը սա էր, որ Իսրայել ժողովուրդը պիտի նայի երկինք։ Որ իր ամբողջ ակնկալիքները պիտի լինի Տիրոջից։ Եվ ոչ միայն որպես պարզապես գործողություն, որ Աստված ինչ-որ բան կանի ու իրանք այդ հրաշքը կտեսնեն, այդ գործը կտեսնեն, բայց խնդիրն ավելի խորն էր, Աստված ուզում էր, որ իր ժողովուրդը իր սիրտը ճանաչի։ Որ Աստված հոգատար Աստված է։ Աստված ողորմած, գթած, երկայնամիտ, սիրող Աստված է։ Եվ նույնը մեր կյանքում։ Երբեմն կան իրավիճակներ, կան պակասություններ, կարիքներ, հարցեր, որոնք չունեն իրենց պատասխանները, խնդիրներ, որոնք կարծես չունեն իրենց լուծումները։ Ու մենք անցնում ենք այդ ամեն ինչի միջով ու երբեմն կարանք աղոթենք, երբեմն հավատանք, երբեմն սպասումներ ունենանք կամ անգամ կորցնենք այդ սպասումները։ Մենք հավատում ենք հրաշքների, բայց կարծես կորցնում ենք այդ հրաշքների սպասումը։ Մենք հավատում ենք Աստծո զորությանը, գերբնական կյանքին, լուծումներին Աստծո, բայց կարծես կյանքի իրավիճակների մեջ դադարում ենք սպասել, որ հեսա կլինի, որ քո կյանքում կլինի։ Այս խնդիրը գիտեք որն է։ Ցավոք սրտի։ Այն ինչը որ թվարկեցի, որ քրիստոնյան կարա կորցրած լինի այդ հավատքը, դա դեռ ամենավատը չի։ Ամենավատն այն է, որ քրիստոնյան կարա կորցրած լինի Աստծո էության իրականությունը։ Որ քրիստոնյան կարա կորցրած լինի այդ սիրող հոր կերպարը։ Այդ իրականությունը կարա կորցրած լինի։ Կյանքի իրավիճակների մեջ, սպասումների մեջ, անհասկանալի իրավիճակների մեջ, անբացատրելի, անմեկնելի իրավիճակների մեջ հանկարծ, կորուստների մեջ հանկարծ, ցավերի մեջ հանկարծ քրիստոնյան կարա դադարի հավատալ Աստծո բարության ու սիրո վրա։ Այո, մենք շարունակում ենք հավատալ, որ Աստված բարի է։ Մենք շարունակում ենք հավատալ, որ Աստված սիրող է, բայց մի քիչ ավելի հեռվում։ Բայց ոչ այսօր իրական իմ կյանքի մեջ։ Այո, Աստված մի օր իր որդուն ուղարկեց այնպես սիրելով աշխարհը, բայց այսօր Աստված շարունակում է սիրել։ Այսօր Աստված շարունակում է հետաքրքրված լինել, հոգատար լինել։
երկնքից կերակրում էր Իսրայել ժողովրդին։ Սիրելիներ, որքան հրաշքներ ենք տեսել մենք։ Նորից չգիտեմ այդ սահմանը որտեղ է, որ մեկի համար քնելն արթնանալն արդեն հրաշք է, իսկ մյուսի համար ինչ-որ մեծ բաներ, բայց հավատում եմ, որ այստեղ գտնվողներից շատերս տեսել ենք Աստծո հրաշքները։ Բայց այդ հրաշքները տեսնելով, անգամ այդ հրաշքները տեսնելով մենք կարող ենք կորցնենք Աստծո էության իրականությունը։ Որքան անգամներ հրաշքներ են լինում մեր կյանքերի մեջ, բայց մենք այդ Իսրայելի նման վերագրում ենք պատահականություններին, բնության ինչ-որ երևույթներին, դե լինելու բաներ պետքա լիներ, բժիշկների սխալ ինչ-որ դիագնոզներին, եւ հրաշքը մենք կարող ենք պարզապես մերժել։ Բայց խնդիրն այն չի, որ այդ գործն ենք մերժում։ Խնդիրն այն է, որ այդ սերը, այդ էությունն ենք մերժում։ Եվ որպես քրիստոնյաներ մենք պետքա չկորցնենք Աստծո էության իրական լինելը, որովհետև այս էությունը շատ իրական է։ Այդ սիրող, այդ հոգատար, Եհովա Աստված գթած, ողորմած, բարի, երկայնամիտ, սուրբ, այս էությունն անփոփոխ է։ Այս էությունը հաստատ է։ Եվ Մովսեսը ճանաչել էր այս էությունը։ Այո, ունեին իրավիճակներ, ունեին կարիքներ, բայց Մովսեսը ի տարբերություն Իսրայելի հասկացել էր, որ Աստված հոգատար Աստված է։ Աստված ողորմած Աստված է։ Մենք ունենք կարիքներ, պակասություններ, հարցեր, բայց Աստված ունի այդ բոլորի լուծումները։ Եվ Աստծո նպատակը Իսրայել ժողովրդին հանելու եւ բերելու ինքն իրեն հայտնելն էր։ Թե ով է ինքը, որ կյանքի իրավիճակների մեջ ու կարիքների մեջ իրոք բացահայտենք, թե ով է Աստված։ Բայց գիտեք, Աստծո իր էությունը բացահայտելու այդ գործընթացը կամ իր այդ միտումը, ցանկությունը չի սահմանափակվում միայն Իսրայելի կյանքում, ինչ-որ մի հատ դրվագում, որ Աստված ուզում էր Իսրայելը ճանաչի իրեն։ Սա շատ ավելի լայնն ու խորն է։ Եկեք կարդանք Եբրայեցիներ գլխից, Եբրայեցիներ առաջին գլուխ, առաջին գլուխ եւ առաջին խոսքից։ Ասում է շատ մասերով եւ շատ կերպերով Աստված սկզբից խոսելով մեր հայրերի հետ մարգարեների ձեռքով, այս վերջին օրերում խոսեց մեզ հետ որդով, որին ամեն բանի ժառանգ դրեց, որով աշխարհն էլ արեց, որ նրա փառքի լույսը եւ նրա էության նկարագիրն է, որ իր զորության խոսքով ամեն բան կրում է մեր մեղքերի սրբությունն իրենով անելուց հետո նստեց Աստծո աջ կողմը բարձունքներում։ Հատուկ ուզում եմ ուշադրություն դարձնենք Աստծո էության նկարագիրն է։ Տեր Հիսուսը Աստծո էության, այն ինչ որ խոսում էինք, որ Մովսեսը ճանաչել էր, որ Աստված փափագում էր հայտնել, Տեր Հիսուսը այս էության նկարագիրն է։ Տեր Հիսուսն եկավ աշխարհ ու նրա ամեն օրը, ամեն գործողությունը, ամեն քայլը այս էության դրսևորումն էր։ Ինչպիսին է այս էությունը։ Որքանով ենք ճանաչում, որքանով ենք հավատում, որքանով ենք ամեն օր հաղորդ այս էության հետ։ Տեր Հիսուսը ծնվեց, եկավ աշխարհ, որպեսզի փրկի մարդկանց մեղքից։ Եկել էր խաչվելու, գինը վճարելու։ Եվ այս պատմության մեջ բացարձակ պարտադիր չէր, որ Հիսուսը պետքա ծնվեր գոմի մեջ։ Բացարձակ էական չէր, որ Հիսուսը պետքա ծնվեր մսուրում։ Բայց ո՞րն էր պատճառը, լավ, եթե ոչ պալատի մեջ, բայց գոնե պայմանների մեջ, ինչ-որ նորմալ պայմաններում ծնվեր։ Հիսուսը կարող էր գալ աշխարհ, ծնվել նորմալ պայմաններում եւ նորից իրականացնել այդ մեծ ծրագիրը, բայց անգամ նրա այդ ծնունդը, այդ առաջին պահը ներկայացնում էր Աստծո էությունը, այդ խոնարհությունը։ Այո, բարձրերում բնակվող Աստված, որ իջավ ու ցածրացավ, մարդ դարձավ եւ ծնվեց մսուրի մեջ։ Եվ նրա կյանքի ամեն մի դրվագը ներկայացնում էր այդ էությունը։ Պատմությունները կարդում ենք, թե ինչպես են մահվան թափորը գնում, տխրություն, տրտմություն, մահ եւ հանկարծ հանդիպում են կյանքին։ Եվ սա այդ էության նկարագիրն էր։ Տեսնում ենք բժշկություններ, հրաշքներ, ինչեր էր անում Հիսուսը եւ դրանք շատ անգամներ գրված է, չէ՞ որ Հիսուսը տեսավ գթած։ Տեսավ այդ հիվանդությունը, այդ տկարությունը, այդ մարդկանց, այդ խավարի մեջ, այդ ցավի մեջ, այդ կարիքների մեջ ու Հիսուսի սիրտը ոնց էր ցավում։
ու սա այդ էության նկարագիրն էր։ Հիսուսը պարզապես չէր եկել ինչ-որ բան անել ու գնալու, եկել էր այդ էությունը ներկայացնելու։ Եվ այո, Հիսուսի կյանքի ամեն մի դրվագը ցույց էր տալիս այդ էությունը։ Ղուկաս 8-րդ գլխում մի պատմություն կա, որը շատ ցավալի է, բայց երբեմն մենք էլ հնարավոր է այսպես վարվենք։ Ղուկաս 8-րդ գլուխ 37-րդ խոսքից։ Եվ գադարացիների շրջակայքի բոլոր բազմությունը աղաչեցին նրան, որ իրենցից գնա, որ մեծ ահով բռնված էին, նա էլ նավ մտավ եւ ետ դառավ։ Եվ այն մարդն էլ, որից դևը դուրս էին եկել, նրան աղաչում էր, որ նրա հետ լինի, բայց Հիսուսը արձակեց նրան եւ ասեց. «Դարձիր քո տուն եւ պատմիր, ինչ որ Աստված քեզ արեց», եւ նա գնաց, քարոզում էր բոլոր քաղաքներում, ինչ որ Հիսուսն իրեն արեց։ Հիսուսը մի հատ հրաշք էր արել։ Դիվահար մարդ, ով որ բռնված էր, տանջվում էր, Հիսուսը բժշկել էր նրան ու գրված է, որ ժողովուրդը, այդ բազմությունը, այդ շրջակայքի ժողովուրդը եկան ու աղաչում էին, ասում են մեր մոտից գնա։ Դե երբեմն մտածում ենք, ասում ենք, այ որ մի հատ հրաշք լինի, այ որ մի հատ կույրը տեսնի, այ որ մի հատ եկեղեցու մեջ հրաշք լինի, ինչպես արթնություն կսկսվի, մարդիկ ինչպես կսկսեն հավատալ, հավատացեք այդպես չի։ Հավատացեք այդպես չի։ Կարդում ենք պատմությունը, տեսնում ենք Հիսուսը հրաշք էր անում, կանչում էին այդ ում աշկերը, որ բացվել էր, կույր էր, կանչում էին, քննում էին, այս ոնց եղավ, այս խի եղավ, պետքա չլիներ։ Հետո Պետրոսը գնաց բժշկություն արեցին արդեն Հիսուսի հարությունից հետո, նորից կանչեցին, չանեք, չի կարելի։ Հավատացեք, երբ որ եկեղեցում հրաշք լինի, կսկսեն եկեղեցիներ, կռիվներ։ Այդտենց չի լինի, այդպես չի լինում, այս sense պետք անեն ու խնդիրներ լինելու են։ Հրաշքը չի ապահովում այդ հավատքը, այդ կյանքի փոխվելը, արթնությունը։ Բայց ինչի վրա է հիմնված այդ հավատքը, որ Աստված սիրող է։ Աստծո էության հանդեպ մեր հավատքը, թե ինչպիսին Աստված, ինչի վրա է հիմնված։ Բացառապես Աստծո խոսքի վրա։ Գիտեք, անապատը մի տեղ էր, որտեղ կարող է այդ զգացողությունները չկային, այդ հաճելի ինչ-որ վայելքներ չկար, բայց Իսրայել ժողովուրդն ամեն օր պիտի հավատար, որ Աստված բարի է։ Գուցե մենք կյանքում անցնենք անապատների միջով, որտեղ այդ զգացողությունները չկան, որտեղ ակնթարթային այդ փոփոխությունները ծաղկած այգի չի դառնում մեր անապատը։ Գուցե օրեր շարունակում են միապաղաղ լինել մեկը մյուսի հետևից, բայց որն է հիմքը, որ ես պիտի հավատամ, որ Աստված ինձ սիրում է։ Եբրայեցիներում ասում է, այդ ամենը կար, խոստումները կային, ամեն բան կար, բայց նրանց արդյունք չտվեց, որովհետև չխառնվեց այդ խոսքը հավատքի հետ։ Ոչ թե հրաշքները, ոչ թե գործերը, ոչ թե այն մեծամեծ ծովերի ճեղքումը, ոչ մի բան չի կարա փոխի մեր կյանքը։ Այո, հրաշքները մեր սիրտը բացում են, այո, հրաշքները մեր սիրտը պատրաստում են, բայց այն խոսքի համար, որ Աստված բարի է, որ Աստված այնպես սիրեց աշխարհը։ Եվ մեր հավատքը ոչ թե պետքա լինի այն ամեն ինչի վրա հիմնված, ինչ որ զգացինք, ապրեցինք, ինչ որ տեսել ենք մեր կյանքում, այ որ մի հատ հրաշք լինի, մեր հավատքը պետքա հիմնված լինի Աստծո խոսքի վրա։ Որովհետև եթե այդպես չի, հրաշքներ կան, որ կարան բողոքներ արթնացնեն, հրաշքներ կան, որ կարան վիճաբանությունների պատճառ լինեն։ Բայց Երանի մեզ, եթե կարողանանք իրոք, մենք էլ ճանաչենք Աստծո ճանապարհները։ Ինչպիսին է Աստված։ Եվ Երանի մեզ, եթե ոչ ոք մեզանից ոչ մի իրավիճակ չկարողանա գողանալ այն հավատքը, թե ով Աստված, ինչպիսին է Աստված։ Այս կյանքը կանցնի, այն կարիքները, որ այսօր մեզ համար տենց օրհասական կարևորություն ունեն, այն իրավիճակները, որոնք մեզ համար այսօր տենց օդի ու ջրի պես մեզ պետք են մի օր կանցնեն։ Բայց Աստծո էությունը երբեք չի փոխվելու։ Եվ Երանի մեզ, եթե այդքան հավատք ունենանք ճանաչելու, թե ով է նա։ Եվ մի վերջի հատված կուզենամ կարդանք եւ կանգնենք աղոթքի։ Ղուկաս 7-րդ գլխում։ Ղուկաս 7-րդ գլուխ 36-րդ խոսքից
մինչև 50-րդ խոսքը, մի փոքր երկար հատված է, բայց կխնդրեմ մեր ուշադրությունը կենտրոնացնենք եւ այս հատվածը ընթերցելուց բառեր կան, որոնք փորձեմ շեշտադրել, առանձնացնել, որ մենք հասկանանք ինչ միտք եմ ուզում փոխանցել։ 7-րդ գլխի 36-րդ խոսքից։ Փարիսեցիներից մեկն աղաչում էր նրան, որ հաց ուտի իր հետ, եւ նա մտավ փարիսեցու տուն սեղան նստեց։ Եվ ահա այն քաղաքում մի կին կար, որ մեղավոր էր, երբ որ իմացավ, թե նա փարիսեցու տանը սեղան է նստած, մի շիշ անուշահոտ յուղ բերեց, եւ նրա ոտքերի մոտ նրա ետևից կանգնած լաց էր լինում, եւ սկսեց արտասուքով նրա ոտքերը թրջել, եւ իր գլխի մազերով սրբում էր, եւ նրա ոտքերը համբուրում էր եւ յուղով օծում։ Եվ Փարիսեցին էլ, որ նրան կանչել էր, երբ որ տեսավ, իր մտքում ասում էր, սա եթե մի մարգարե էր, ապա կիմանար, թե ով կամ ինչպիսի կին է նա, որ իրեն մոտենում է, որովհետև մեղավոր է։ Եվ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. Սիմոն, մի բան ունեմ քեզ ասելու։ Նա էլ ասեց. ասա վարդապետ։ Եվ ասեց մի փող տվող երկու պարտական ուներ։ Մեկը 500 դահեկան պարտական եւ մյուսը 50։ Եվ երբ որ նրանք բան չունեին վճարելու, երկուսին էլ շնորհեց։ Արդ նրանցից որն ավելի կսիրի նրան։ Սիմոնն էլ պատասխանեց եւ ասեց. ինձ այսպես է երևում, թե նա, որին շատ շնորհեց։ Նա էլ ասեց նրան. ուղիղ դատեցիր։ Եվ դառնալով դեպի կինը, Սիմոնին ասաց. տեսնում ես այս կինը։ Ես քո տուն մտա, իմ ոտքերին ջուր չես տվել, բայց սա իր արտասուքներով թրջեց ոտքերս եւ իր գլխի մազերով սրբեց։ Դու ինձ համբույր չտվեցիր, իսկ սա քանի որ այստեղ եմ մտել, ոտքերս համբուրելու չդադարեց։ Դու յուղով չոծեցիր իմ գլուխը, սա անուշահոտ յուղով օծեց իմ ոտքերը։ Սրա համար ասում եմ քեզ, սրա շատ մեղքերն իրեն թողված կլինեն, որովհետև շատ սիրեց։ Բայց որին որ քիչ կթողվի, նա քիչ կսիրի։ Եվ նրան ասեց. քո մեղքերը թողված լինեն քեզ։ Եվ նրա հետ սեղան նստողներն սկսեցին իրենց մտքում ասել. սա ով է, որ մեղքեր է թողում։ Եվ նա ասեց այն կնոջը. քո հավատքը ապրեցրեց քեզ։ Գնա խաղաղությամբ։ Մի կարճ պատմություն, բայց այնքան խորություն կա այս պատմության մեջ։ Նախ ուզում եմ սկսենք խոսել մի փոքր այդ կնոջ մասին, ով էր այդ կինը։ Մի մեղավոր կին էր, բայց գրված է, երբ որ լսեց, որ Հիսուսը այսինչ մարդու տանն է, պատկերացնում եք, այդ դրվագը եկեք պատկերացնենք, անցնում է ինչ-որ մեկը խոսում են իրար հետ կամ իրեն են ասում են Հիսուսն է եկել այնտեղ է, ինքը ինչ-որ տեղից ճանաչում էր Հիսուսին։ Գրված չկա, նշված չկա, որ Հիսուսն անձամբ իր այդ հաղորդություն ունեցած լիներ, շփված լիներ, ինչ-որ մի բան ասած լիներ եւ պատմությունից հասկանում ենք, որ այդպիսի բան չի եղել։ Բայց այդ կինը ինչպես գիտեր Հիսուսի մասին։ Կամ մի անգամ Հիսուսը քարոզել էր, լսել էր։ Կամ մի անգամ Հիսուսի մասին մեկը պատմել էր իրեն։ Մի տեղից լսել էր Հիսուսի մասին։ Ու այս կինը միայն գործեր չէր լսել։ Այս կինը միայն գործեր չէր տեսել։ Շատ ավելին էր տեսել։ Եվ երբ որ դարձյալ նրա մոտ խոսեցին ու ասեցին Հիսուսը այնտեղ է, այն Հիսուսը։ Պատկերացնում եք ինչ արեց, վազեց տուն, գտավ այն թանկ յուղը, որ պահած էր, գտավ ուր է Հիսուսը, վազեմ։ Վազեց, գնաց, մտավ Հիսուսին, գտավ, սկսեց լացել։ Ինչ էր տեսել այս կինը։ Ինչ էր ապրել այս կինը։ Իսկ Փարիսեցին Հիսուսին ընդունել էր, նստած Հիսուսին պատիվ էր տալիս, այդքան մոտ։ Բայց այս կինը, որ ընդամենը ինչ-որ բաներ լսել էր, եկավ Հիսուսի մոտ ու սկսեց արտասվել, յուղով օծել, իր մասերով սրբել։ Եվ Հիսուսն ասում է. նա ինձ սիրում է։ Ես չգիտեմ որտեղից է իմ մասին լսել, ես չգիտեմ ինչպես է եղել, բայց ինքը ինձ սիրում է։ Այդ սերը հիմնված չէր ինչ-որ մեծ հրաշքների վրա։ Այդ սերը հիմնված չէր ինչ-որ գերբնական բաների վրա, բայց այս կինը հավատացել էր։ Եվ Հիսուսը վերջում ասում է. քո հավատքը։
Դու ինչ-որ բանի հավատացել ես։ Այդ հավատքն էր, որ քեզ ստիպել է վազես, այդ հավատքն էր, ինչ հավատք էր։ Նորից դա հրաշքի հավատք չէր։ Ինքը ակնկալիքություն չուներ, որ Աստված իրեն պետքա բժշկի կամ ինչ-որ մի բան, մենք չենք տեսնում այդ բժշկությունն Աստված այդ վերականգնումն է մեղքից, որովհետև շշտվում է, որ մեղավոր էր։ Իր ակնկալիքը այդ սերն էր։ Անմնացորդ, անշահախնդիր, առանց սպասում սեր, ու ինքը Աստծո մեջ դա տեսել էր։ Ինքը Հիսուսի մեջ դա տեսել էր։ Սիրելիներս, Աստծո էությունը նույնն է։ Բայց մարդիկ կան այդ էությանը հանդիպելով սեր են ապրում, կյանք են ապրում, իսկ որոշները կան նստած նայում են ու ասում, եթե իմանար, թե ով այս կինը։ Եվ մեր արձագանքից է կախված, թե մենք ինչպես կվերաբերվենք, ինչ կընդունենք, ինչ կստանանք։ Հասկանում եք, այստեղ որ ասում է նա, ով որ շատ ներվեց, շատ կսիրի, խնդիրը այդ շատ մեղքի կամ քիչ մեղքի մեջ չէր, այդ գիտակցության մեջ էր։ Խնդիրը այդ գիտակցությունն էր, որ ես մեղավոր եմ։ Նույնպես չի, որ այդ փարիսեցին մեղք չուներ ու Հիսուսն ասում է դու մեղք չունես, քեզ քիչ եմ ներել, դրա համար դու քիչ կսիրես, չէ։ Խնդիրն այդ հավատքի մեջ է։ Եվ մենք որպես քրիստոնյաներ, տեսեք, մենք խոսեցինք հոգևոր իրականությունից, հավատքի ինչ-որ բաներից, որոնք կարան կորցնենք այդ իրականությունը, դրանց շատ իրական լինելը, բայց դրանք շատ կարևոր են, բայց շատ ավելի վտանգավոր է, երբ որ հանկարծ մենք կորցնենք Աստծո էությունը, Աստծո էության նկարագիրը։ Եվ հասկանում եք, Աստծո խոսքը հենց իր էությունն է։ Աստծո խոսքը հենց Հիսուսն ինքն է ու Աստծո էության նկարագիրն է, եւ մենք պետքա սիրենք Աստծո խոսքը։ Մենք պետքա սիրենք այս նկարագիրը։ Եվ այս կնոջ նման էական չի, թե ինչքան մեծ կամ ինչքան փոքր հրաշքներ են եղել մեր կյանքում։ Էականա, թե մենք ինչպես ենք ընդունում դա։ Բայց այս կինը վազեց Հիսուսի մոտ լինելու, Հիսուսին իր սերը պատմելու։ Եվ ես մի կոչ ունեմ։ Եկեք սիրենք Տիրոջը։ Պատկերացնում եք ինչքան ցավալի է, երբ որ Աստված հոգատար է, Աստված սիրող է, Աստված ուզում է քո համար հոգ տանի, քեզ քո կողքնեղնի, քեզ օգնի ու հանկարծ մեր մերժումները, մեր անտարբերությունը։ Բայց գիտեք, իրականում Աստված արդեն արել է ամեն բան իր սերը ցույց տալու համար։ Ինքն իր մի թանկը տվեց, իր միակը տվեց։ Ու դրանից ավել ակնկալիք ես այլևս չունեմ։ Դրանից ավելի սպասումներ ես այլևս չունեմ, ես հավատում եմ սրան։ Եվ ոչ մի բան չեմ ուզում, որ այս կյանքում գողանա, այդ հավատքը, այո, թշնամին անելու ամեն բան, կյանքի իրավիճակներն անելու են ամեն բան, որ մենք կորցնենք այդ հավատքը, այդ իրական հավատքը, որ Աստված սիրող Հայր է։ Բայց ես ուզում եմ այսօր մենք մեր հայացքը ուղղենք նրան, ասենք ես սիրում եմ քեզ։ Ես սիրում եմ քեզ։ Ոչ մի բան թող որ չգողանա այդ սերը եւ որպես գործնական ինչ-որ մի բան ինչ կտա այս խոսքը մեզ։ Մենք լսեցինք, մենք կարող է ինչ-որ բաներ դուր եկավ, ինչ-որ բաներ կմտածենք, բայց պետք է ուղղակի սիրել Տիրոջը։ Իմ խնդրանքն է, իմ կոչն է, ուղղակի եկեք սիրենք Տիրոջը։ Անկեղծ սրտով սիրենք նրան։ Նա արժանի է այդ սիրուն։ Նա արժանի է այդ սիրուն։ Եկեք սիրենք իրան, ու այն մնացած բաները կբխեն այդ սիրուց։ Մենք կգտնենք ոնց արտահայտենք այդ սերը։ Բայց եկեք իրոք սրտանց սիրենք Տիրոջը։ Եկեք կանգնենք